Եկեք խոսենք կապոշի սարկոմայի մասին։ Կապոշի սարկոման իրենից ներկայացնում է վասկուլյար պրոլիֆերատիվ հիվանդություն, որի հիմքում ներկայումս գտնում են, որ ընկած է հերպես վիրուս 8-րդը կամ այլ կերպ կոչվում է կապոշի սարկոմա ասոցիացված հերպես վիրուս։ Տեսնում ենք, որ մաշկի վրա առաջանում են կարմրավուն կամ մանուշակագույն պապուլաներ կամ հանգույցներ, կարող են առաջանալ մարմնի տարբեր մասերի, վերջույթների, իրանի, գլխի կամ պարանոցի վրա։ Կա մեծ ասոցիացիա կապոշի սարկոմայի և միավ վարակի միջև։ Չնայած նրան, ներկայումս միավ վարակի ժամանակ կիրառվում են բավականին արդյունավետ հակառետրովիրուսային պրեպարատներ, կապոշի սարկոման այժմ միևնույն է համարվում է միավ ասոցիացված ամենահաճախ հանդիպող չարորակ գոյատևությունը։ Ախտորոշումը իրականացվում է կլինիկական պատկերի, անամնեզի և երբեմն նաև կարելի է կատարել հիստոլոգիական հետազոտություն և բուժման հիմքում, եթե միավ վարակը դրական է, կատարվում է տալիս ենք անտիրետրովիրալ պրեպարատներ և սկզբունքը այն է, որ ուժեղացնելով օրգանիզմի իմուն համակարգը, այսինքն ընկճելով ընկճումը, ինքն իրեն օրգանիզմը կպայքարի վիրուսի դեմ։ Եվ եթե շատ տարածում է կամ ներքին օրգաններն են ներգրաված պրոցեսի մեջ, կարող ենք արդեն քիմիոթերապևտիկ պրեպարատներ կիրառել, օրինակ դոքսորուբիցին, պակլիտաքսել կամ ինտերֆերոն ալֆա, իսկ եթե թեթև աստիճանի, այստեղ տեսնում ենք օրինակ կրիոթերապիա կարելի է կատարել, որպեսզի գոյատևությունների չափերը և քանակը քչանան։